Մարիա Ջանոնոց գիրքը, կարդաս լավ գիրք է։ Ոնց ոնց Ջերմ ու կարոտով լի հանդիպումը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում է երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով։ Փոքրիկների համար այսօր չկա ավելի մեծ նվեր, քան անազատության մեջ գտնվող իրենց հայրիկներին ամուր գրկելը։ Շփվելուց հետո միասին դիտում են Էլմար թատերախմբի բեմադրած հրաշքի վերադարձը մանկական ինտերակտիվ մյուզիկլը։ Կարոտում ենք, շուշուտ տեսնվում ենք, ճիշտ է։ Բայց դե հունիսի 1-ին առանձնահատուկ օր է, էլի երեխեքի տոնն է։ Ջան, ամաչում այն աղջիկը։ Խորհուրդ կդնի թե ինչ, անհոգերն են, էլի։ Այս տարիքում իրանց հետ է պետք է մենք պետք է ապահովենք։ Մեր կարծիքով վերասոցիալականացման լավագույն միջոցը, լավագույն եղանակը դա մեր շահառուների, երեխաների հետ, ընտանիքի կազմում, ընտանիքի հետ միասին սիրուն տոն տոնելն է, երեխաների տոն տոնելն է։ Միջոցառման մասնակից բոլոր երեխաները որպես նվեր ստանում են գրող Հայկ Աջապահյանի գրքերը։ Մշակութային ծրագրերը նույնպես օգնում են պատիժ կրող անձանց, անազատության մեջ գտնողներին վերասոցիալականացնել, սա մեր հերթական ծրագրից մի մասնիկն է, բեմականացում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում։ Մենք նաև աշխատում ենք պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց հետ, վերամասնագիտացնում ենք, վերասոցիալականացնում ենք, այսինքն նրանք ազատվելուց հետո խնդիրներ են ունենում հասարակության հետ կապված, էլի մշակութային ծրագրեր ենք անում, ներկայացումներ, կինոդիտումներ, համերգային ծրագրեր։ Փոքրիկների մեծ երազանքն է ծնողի հետ հանդիպել ազատության մեջ, բռնել ձեռքը ու նրա ներկայությունը վայելել ամեն րոպե։ Միջոցառումը լավն էր, երեխաների մաղթում, որ իրանք լավն է, միշտ խելացի, խաղաղ երկնքի տակ ապրեն եւ այլն։ Միջոցառման կազմակերպիչները վստահ են, օրվա ժպիտները դեռ երկար կջերմացնեն ինչպես անազատության մեջ գտնվող հայրիկների, այնպես էլ նրանց անհամբեր տանը սպասող երեխաների սրտերը։ Նարեկ Ոսկանյան, Արման Թովմասյան, լուրեր։